Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 54-րդ ալիքի մասին։ Կառույցի հրապարակած կադրերում պատրաստում են արձակել հեղուկ և պինդ վառելիքով հրթիռներ։ Կադրեր են հայտնվել նաև Իսրայելից։ ԻԼԻՊ պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ մի քանի մարդ է տուժել իրանական ԱԹՍ-ից, որը հարվածել է նաև Իսրայելի ոստիկանության շտաբին, նրա հատուկ ջոկատայիններին և անվտանգության կենտրոններին։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է սեպտեմբերի 11-ի ահաբեկության նման միջադեպ կազմակերպել և դրա համար մեղադրել Իրանին։ Ըստ Լարիջանի, դավադրությունը մշակել է Էփշտեյնի ցանցի մնացած անդամները։ Իրանը, ԱՄՆ-ը և Իսրայելի հետ ընթացիկ հակամարտությունում առաջին անգամ կիրառել է երկաստիճան ու գերծանր սաջիլ հրթիռ։ Լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ գործածում են գերծանր հրթիռներ, որոնք հարվածել են ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին, կառավարման և որոշումների կայացման կենտրոններին։ Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 223 կին, 202 երեխա։ Զոհված կանանցից 3-ը հղի են եղել, իսկ երեխաներից 12-ը եղել են 5 տարեկանից փոքր։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը համակարգ է, որը կախված չէ որևէ անհատից կամ մարդկանց խմբից։ Պետությունը կատարում է իր գործառույթները, ամեն ինչ իր տեղում է։ Արաղչիի խոսքով գերագույն առաջնորդի հետ որևէ խնդիր չկա։ Նա կատարում է իր պարտականությունները համաձայն սահմանադրության։ Նախարարը նաև անդրադարձել է ՄԱԿ-ի ընդունած բանաձևին։ Խորհուրդը դատապարտի մեզ ինքնապաշտպանության համար և չդատապարտի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, որոնք սկսել են այս ագրեսիան։ Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ցանկանում է ունենալ արդար որոշում կամ բանաձև, որը կարող է իրագործվել, նրանք պետք է հաշվի առնեն ցանկացած իրադարձության բոլոր կողմերի կարծիքները։ Մենք առաջնորդվում ենք շատ լավ հայտնի ակննդական սկզբունքով։ Աբբաս Արաղչիի խոսքով Հորմուզի նեղուցը բաց է, այն փակ է միայն Իրանի թշնամիներին պատկանող տանկերի և նավերի համար։ Իհարկե շատերը նախընտրում են չանցնել այդ տեղով իրենց անվտանգության մասին մտահոգությունների պատճառով, սակայն դա մեզ հետ կապ չունի, ասել է նախարարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ մի քանի երկրներ, այդ թվում Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց։ Միացյալ Նահանգները մինչև վերջ կշարունակի ռմբակոծել ափամերձ տարածքները և իրանական նավերը այսպես թե այնպես մենք շուտով կբացենք Հորմուզի նեղուցը, կդարձնենք անվտանգ և ազատ, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իդեպ լրատվամիջոցները գրել են, որ Հնդկաստանն ազատ է արձակել իրանական 3 լցանավ Հորմուզի նեղուցով 2 նավ անցնելու դիմաց։ Եթե Հորմուզը փակ մնա առնվազն մինչև ամսվա վերջ, որոշ վերլուծաբանների կարծիքով նավթի գինը կարող է աճել մինչև $150-ից $200 մեկ բարելի դիմաց։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ 2022 թվականից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կվերադառնան, հենց որ ճգնաժամն ավարտվի։ Պատասխանելով NBC-ի հարցին պատժամիջոցների մի մասի թուլացման որոշման մասին, ԱՄՆ նախագահն ասել է, որ ուզում է աշխարհը նավթ ունենա։ Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Իրանում ընթացող հակամարտության ֆոնին դադարեցնում է աշխատանքը։ Ռուսաստանի քաղաքացիներին հարցերի դեպքում խորհուրդ են տվել զանգահարել թեժգից։
ԱՄՆ էներգետիկայի նախարարի կարծիքով էլ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հնարավոր է նույնիսկ ավելի շուտ։ Քրիս Ռայթը չի հիմնավորել իր կարծիքը, բայց ասել է, որ հակամարտության ավարտից հետո դրա բռնկման հետևանքով խաթարված մատակարարման շղթաները կվերականգնվեն։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն գրել է, որ Իրանի դեմ նախորդ եւ ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի ունեցել հսկայական փոփոխություն եւ դա վերաբերում է այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Իսլամական հեղափոխություն իրականացրած եւ Իրано-իրաքյան պատերազմի մասնակից սերնդին փոխարինել է իրանցի ռազմաքաղաքական գործիչների երկրորդ սերունդը։ Չնայած այս սերունդն իր հերթին անցել է այնպիսի լրջագույն փորձությունների միջով, ինչպիսիք էին իսլամական պետություն տերորիստական խմբավորման դեմ պայքարն Իրաքում եւ պատերազմը Սիրիայում, այդուհանդերձ այն չունի Իրանի դեմ ուղղակի ագրեսիան չեզոքացնելու այն փառքը, որն ուներ նախորդ սերունդը։ Հետևաբար, իրանական ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ուժգին մոտիվացիան պաշտպանելու Իրանը նկատելիորեն սնվում է նաեւ այս հանգամանքից։ Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ի աշխարհի տուրիստական մեքենաների առաջնության Grand Prix-ի փուլը չեղյալ են հայտարարել Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի պատճառով։ Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքում հայտարարել են, որ քննարկել են այլընտրանքներ, սակայն տարածաշրջանում ստեղծված վիճակը ուշադիր հետևելուց հետո կազմակերպիչները որոշել են ապրիլին որևէ փոփոխություն չկատարել։ Ֆորմուլա 2-ի փուլերը նույնպես չեն կայանա։ Իսկ ըստ Հայաստանի արտգործնախարարության Մերձավոր Արևելքով թռիչքների չեղյալ հայտարարելու պատճառով Քաթարում է գտնվում 21 Հայաստանի քաղաքացի, այդ թվում 8 ուսանող եւ 8 մարզիկ։ Հայ մարզիկները Հայաստան կվերադառնան Սաուդյան Արաբիայի ճանապարհով։ Ուսանողների համար գերատեսչությունը դիտարկում է այլ տարբերակներ։ Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Հալեպում։ Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակով հարվածել ու սպանել են Մարալ Խշվաջյանին։ Ըստ Արևելքի տեղեկության հանցագործները փող են գողացել։ Սպանված կինը Հալեպի հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի էր։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատողներին։ Թաթոյանը նամակում շեշտել է, Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտը գիտական հաստատություն չէ։ Այն մեր ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության եւ արդարության պահանջի խորհրդանիշներից է։ Դրա նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն ակադեմիական ազատության սահմանափակում է, այլև ծանր հարված մեր ազգային հիշողությանն ու ինքնությանը, գրել է նախաձեռնության ղեկավարը։ Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտնի ձեզ, մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում ձեր աշխատանքն անելու համար։ Ես ձեզ հայտնում եմ իմ երախտագիտությունը, որ չեք լռում, որ ճշմարտությունն եք ասում եւ պահպանում եք մեր ազգային հիշողությունը։ Զուգահեռ ներքաղաքական կյանքում շարունակվում են նախընտրական գործընթացները։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը համագումար էր հրավիրել։ Գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց Ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայությանը այսօր օդի պես համերաշխություն եւ համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Հայ ազգային կոնգրեսը միևնույն ժամանակ գիտակցում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական, քաղաքական ուժերի միավորումը։ Ուստի հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց Ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ Իսկ Հայաստան դաշինքն այսօր կհայտարարի, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել խորհրդարանի ընտրությանն ու ով է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն։
Սպորտի ոլորտում մեր ձեռքբերումների մասին Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի M23 Եվրոպայի չեմպիոն է։ Սերբիայում ավարտվող մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է վրացի մարզիկին։ Այսպիսով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանն ունի 2 ոսկե մեդալ։ Եվ վերջում եղանակի մասին շրջանների մեծ մասում տեղումներ կլինեն լեռնային գոտիներում, ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Չնայած դրան օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 19-ի, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 12-ին։